Բարև ձեզ, քեր արագիստներ, այսօր ինձ հետ է Նինա Ղարաբեդյանց, այլևս կրնանք միայն ներկայացնել իբր ազգային պայքարող, ակտիվիստ, բարև ձեզ, ինչպես եք դիգի Նինա։ Շնորհակալություն Պետրոն, լավ, շատ տենց մարտական, ոնց որ միշտ, իմ մոտ բան չի փոխվում։ Գործունեության տեսակները փոխվում են, տրամադրվածությունը չի փոխվում։ Ես կասկած չունեմ, որ այդպես է։ Նախ դիգի Նինա գուզեմ ներկայացնել քիչ մասնադրությունը նույնիսկ ինձ համար խառնիճաղանջ ցուցակներ եւ այլն, այսինքն հետեւելու անհանգաններ կա Բիդի շարունակենք վերջը քիչ մաս լարվածությունը, սակայն հիմա նախ կուզեմ ձեզի ազատ ներկայացնել ժողովրդավար եմ դուք իրավապան եւ մարդկային իրավանց պաշտպան եք ժողովրդավարության հավատացողները մատնեշներն եք կուզեմ նախ ձեզի ժամանակ տրամադրել քոնե 10 րոպե ներկայացնել ձեր ցուցակը եւ ձեր դաշինքը հրամեցեք Մենք շատ երկար ժամանակ բանակցում ենք շատ տարբեր թիմերի հետ այդ թվում նաև այն թիմերի հետ, որոնց հետ շատ երկար վաղուց իրար հետ ծանոթ եւ ընկերական ջերմ հարաբերություններ ենք ունեցել, որոնց հետ պատկերացնում ենք, որ կարող ենք ազգային ուժ ձևավորել ներկայանալ, քննարկում ենք հարցեր նաև այն ուժերի հետ, որոնց հետ մեղմ ասած այդքան էլ համախոհություն չենք ունեցել, բայց քանի որ կա խնդիր կասեցնել այս արհավիրքը իդեմս Նիկոլ Փաշինյանի, B բերել այն փոփոխությունները, որոնք որ կարող են իրավիճակ փոխել, որոնք կարող են այդ մատրիցան կոտրել, որովհետև դու կարող ես գալ մտնել պարլամենտ ներկայացվածներ երկու դեպքում, երբ դու շատ փող ունես, շատ փող ունես, կամ դու իշխանություն ունես ու կարողանում ես լծակները օգտագործել, ուրիշ տարբերակ գալու ուղղակի չկա, եւ երկար բանակցություններից հետո ցավոք սրտի մի մասի հետ համաձայնության չեկանք, որովհետև իրենք ամբողջական իշխանություն էին ուզում, որովհետև մեր պրոյեկտը նրա մեջ էր, որ գանք փոխենք կառավարման մոդելը եւ ստեղծենք այն համակարգը, որը կստեղծի մեր ժողովրդի համար ազգային քաղաքական էլիտաներ, որոնք հետագայում կապ չունի թե որ կուսակցության անդամ կդառնային, որ շարքերը կհամալրեին, բայց կլինեին ազգային ուժեր, որովհետև մենք խնդիր ունենք ազգային ուժերի հետ, տարբեր ուժեր կան, որոնք որ ոչ մի կերպ ազգային անվանել հնարավոր չի ուղղակի։ Ու մեր պրոյեկտը ցավոք սրտի այդ պրոյեկտի շուրջ համաձայնության չկարողացան գալ որևէ մի ուժի հետ եւ երկար բանակցություններից հետո ի վերջո որոշում կայացվեց, որ միանում ենք բոլորին դեմ եմ պրոյեկտին, ինչու, որովհետեւ այս պրոյեկտի մեջ կար մեր պրոյեկտի շատ փոքր հատվածներ, ու մենք կարծում ենք, որ սա կլինի առաջին քայլը, որպեսզի կոտրվի այդ մատրիցան, ինչը առաջարկում բոլորին դեմ եմ, առաջարկում է 1% շեմը իջեցնել մինչև 1%, այն 4%-ը, որպեսզի հնարավորություն տալ նոր ուժերին հայտնվել պարլամենտում, առաջարկում է մեծամասնության այդ պրոյեկտ բանը, որ կա սահմանադրության մեջ եւ ընտրական օրենսգրքի մեջ ներողություն, կա մեծամասնության գաղափարը, որտեղ դու կապ չունի ինչքան ձայն ես հավաքել, եթե մնացածից մի քիչ փոքր ավել ես հավաքել, նշանակում է քեզ տալիս են անսահմանափակ իշխանություն ու դու կարողանում ես անել այն, ինչ որ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, առանց ընդդիմության կարծիքը հարցնելու, առանց համագործակցության, եւ երրորդ կետը դա ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, բայց ուղղակի քվեաթերթիկ չի դա քվեաթերթիկ է, որը պատկերացրեք օրինակ 100 տեղ կա պարլամենտում եւ տոկոսներով բաշխվելու է մեր պատկերացմամբ, ով ինչքան ձայն հավաքեց, տոկոսներով բաշխվելու է նաեւ աթոռները համապատասխանաբար, մանդատները եւ բոլորին դեմ ձայները նույնպես մնալու են այդ դատարկ։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որտեղ բոլորից զզված հասարակությունը գնում է քվեարկում է բոլորին դեմ այնքան, որ պարլամենտը ուղղակի չի կարողանում գործել։ Սա նշանակում է, որ ցանկացած քաղաքական ուժ այլևս ոչ թե ձգտելու են զզվացնել, հոգնեցնել մարդկանց այնպես, որ մարդիկ չգնան ընտրությունների եւ ընտրություններին մասնակցեն միայն ադմինիստրատիվ ռեսուրսներ ունեցող իշխանությունը կամ շատ փող ունեցող ու շահագրգռող ուժերը, ու եւ հակառակը այդ տեղերի թափուր չմնալու համար, դատարկ չմնալու համար պիտի ստիպված գան աշխատեն մարդկանց հետ, այնպեսի պրոյեկտներ բերենք, որտեղ մարդիկ կընդունեն։ Իդեան սրա մեջ էր ու նաեւ սա հնարավորություն էր տալի իրար հետ տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց ուժերին, խմբերին միավորվել այդ 3 կետերի շուրջ, պլյուս մենք ասում ենք, որ մեր պրոյեկտը իրականացնելուց հետո մենք 100 օրը հետո հեռանում ենք
կուսակցությունը բոլորին դեմ եմ լուծարվում է, որովհետև ինքը միայն այս ընտրություններին մասնակցելու համար է, եւ այն մեր վարչապետը, որը այս պրոյեկտի ղեկավարը կլինի, կազմակերպում է 100 օր հետո ընտրություններ եւ այլևս 10 տարի իշխանության չի լինում։ Սա այդ ամբողջ պրոյեկտի իմաստն է։ Եվ մենք գտանք, որ սա այն հարթակն է, որտեղ կարող են մարդիկ միավորվել, շատ տարբեր իրարից տեսակետներ ունեցող մարդիկ կարող են միավորվել, միասնական դիրքորոշումներ հայտնել եւ սա հնարավորություն է տալիս թեւ ձևավորել, որտեղ կգան մարդիկ, ովքեր հոգնել են ու զզվել են բոլորից։ Որովհետև մենք մեծ պրոբլեմ ունենք, շատ մեծ պրոբլեմ ունենք։ Մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը մոտավորապես 60%, հա 50-ից 60% ընդհանրապես չի գալի ընտրությունների, որովհետև այն ուժերի, որոնք որ լավն են, բայց շանս չունեն անցնելու, որովհետև խաղի պայմանները այնպիսին են, որ դու չես կարող անցնել, մեծ ուժերն են, դե իրանց պրոյեկտները իրականացնում են, էլի, այսինքն մարդիկ կամ զզվել են, հոգնել են, ալտերնատիվա չեն տեսնում, բոլորին դեմ քվեաթերթիկ չունեն, կամ մտածում են դե միևնույնն է փոքր ուժ է, գնամ քվեարկեմ, ձայնս կորելու է։ Հետևաբար այս տրամաբանության մեջ մենք փորձելու ենք ինչ-որ պրոցեսներ իրականացնել։ Հստակ է, իսկապես որ Հայաստանի ընդրական օրենքը շատ գներեք Ադրբեջանից այլանդակ է։ Ես Լիբանանի եկածեմ, որ այսինքն Լիբանանի մեջ որ 17 համայնք կա, նախ գիտեք որ ժողովրդավարության հիմքը փոքրամասնության դարձիկ հայտնել է, այսինքն մեծամասնության դիկտատորան արգելել է։ Եվ Հայաստանի մեջ կա շատ ավելի վտանգավոր իրավիճակ, մեծամասնություն չի կա, տեխնիկական մեծամասնություն ինչ որ Երևանի ընտրություններում դեր ունեցավ 900 ցայներով Դիկրանաբիլյանը ընտրվեցավ, Հայաստանի մեջ 600,000 ցայն ուներ, օրվա իշխանությունը 27.6 ուներ, այսինքն 50,000-ը 51,000-ը չի մասնակցել ընտրության։ Հիմա այստեղ շատ լուրջ խնդիր կա, որտեղ այստեղի Հայաստանի ընտրությունները որևէ արդեն գեղձիկի գարիք չունին, ինքը արդեն օրենքը որ գա, ինքնին արդեն գեղձիկ է ժողովրդին կամքը բռնապալի խեղաթորել։ Ես օրինակի համար անգարելի է որ չեմ գնալ ուզել որ իմ ցանց ոչ մի կերպ Բաշավետ Փաշինյանին թիմին երթա ոչ մի կերպ, սակայն ասեմ վտանգ կա որ իսետամ կվեարկեմ եւ ցանց հետա այն ուղղությամբ եդրում մնամ շատ ավելի նվազ վնաս կունամ եւ չիմասնակցինը նաեւ իր մեծ խնդիրներ ունի, այսինքն մենք այստեղ ունենք շատ լուրջ խնդիր, գարձեմ թե ասի հանրապետականներուն օրենքն էր Սերժիորը որ եկավ վստահ չեմ դուք ինձ մի լավ գիտեք որվա իշխանությունը որ եկավ այս օրենքներուն դեմ գտնելու ինչպես որ կստեն իր հակովը կդավ հիմա շատ առաջարկներ կան Ստեղ մի բան ավելացնեմ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ թվում քաղաքասարակության ակտիվ մասնակցությամբ այս օրենքները ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեցին, բայց այն ինչ որ ձեռնտու էր, այսինքն այս մեծամասնության ապահովում են ինչ որ Նիկոլ Փաշինյան ձեռնտու էր, չգիտես ինչի շատ պատահական նաև լրելային, դե մի երկու տեղ խոսացին դժգոհեցին, ասին դե մենք շատ էինք ուզում, բայց չստացվեց, բայց եթե ուզենային իսկապես պնդեին ու ճնշում գործադրեն քաղաքասարակություն ինչպես աշխատում էր նախկինում, այո, այս մեծամասնության օրենքը նաև կարող էր փոխվել եւ Նիկոլ Փաշինյանը չէր գնա բոլոր իրեն հասանելի եւ անհասանելի միջոցներով ընտրեր տեխնիկներով բնականաբար վերընտրվելու համոզված լինելով որ ինքը հետո ավտոմատ մեծամասնություն է ստանալու սա իսկապես նորմալ չի ու նորմալ չի նաեւ որ ավելի փոքր ռեսուրսներ ունեցող ուժերը շատ կարևոր ուժերը, որոնք կարող են եղանակ փոխել, որոնք կարող են այդ հարթակը օգտագործել, ազգային ժողովի ամբիոն օգտագործել, շատ կարևոր տեղեկություններ մարդկանց տեղ հասնելու, ուղղակի հնարավորություն չունեն մասնակցելու, դա շատ սխալ process է։ Ու ասում եմ, սա այն ինչ որ անում է հիմա առաջարկում է բոլորին դեպը, դա հենց առաջի քայլն է։ Դրանից հետո պարզա որ սա այն հիմնական փոփոխությունը չի բերելու, պարզա որ սա ոչ լուստրացիա է արվելու, ոչ որտեղ ժամանակը 100 օր է ընդամենը, ոչ մեր պատկերացրած օրինակ խորքային պետական կառավարման մոդելի փոփոխություն անցնելու անելու, որտեղ դրա համար ավելի շատ ժամանակ է պետք ու սահմանադրական փոփոխ, բայց մենք բոլորս այս ամեն ինչը դրել ենք մի կողմ, որոշել ենք, որ մի անգամ խաղի կանոնները պիտի կոտրվեն։ Մենք պիտի այդ գանք այդ սեղանը շուռ տալու։ Մի անգամ այդ սեղանը պիտի շուռ տան։ Ու ես շատ ուրախ կլինեի, եթե այս process-ին հնարավորինս շատ մարդ մասնակցեր, թիմեր մասնակցեն, որովհետև այդ թիմերը եւս խնդիր ունեն անցնելու հաջորդ փուլ անցնելու, հա, պարլամենտում ներկայացված լինելու։ Հասկանալի է։ Օրինակի համար կան նաև ուրիշ առաջարկներ կան, արդյոք իրենց հետ համագործակցելու եզրներ կան, օրինակի համար ԱԻՄ-ը երկու մի քանի օր ինձ հետ հարցազրույցի մեջ իմ իբր հայրենատար եւ սպիրկահայ
իմ բոլոր ցեկումներուս մասին արդեն առաջարկում գար որ խոսել կա նաև Բաուր Հայկ Թոլունցյանը եւ մի քանիներ որ ես մի քիչ մասնակցած եմ շարժումը չեմ ki հանրային տաշին կանոն ճիշտ չեմ գիտեր գներեք ուզեմ ողջունել Հայկ Թոլունցը անալ ունի իր առաջարկները ես առաջարկում ունեի որ շատ մոդեցեր առաջարկին ես կառաջարկեի որ ովևէ ասկային ժողով Հայաստանի մեջ ունենա արևելակույնը 1 կամ 2 տարի ոչ թե 5 տարի եւ ամեն 6 ամիս անգամ ռեֆերենդում ունենա հանրակրվե ժողովուրդը իրավունք ունենա 6 ամիս վերջը եթե ստշկո է իշխանությունը հերացնի այդ հանրակրվեով հիմա իմ առաջարկս ինչպես կգտնեք եւ արդյոք համակորդատությունը օրինակ եման այմին հետ հանրային տաշինքի հետ որովհետեւ մենք համակորդատության բաղաց ունենք եւ ճշմարտաբար շատ ճշմարտաբար համակորդատության փոխարեն ունեցանք լարվածություններ եւ իրարու հետ ներվել անգեգը հասնենք արդյոք համակորդատության ես երեր կան օրինակ եմար այմին հետ ինքը զիրակտեսավ բարոն Ուգասյանին հետ հանրային տաշինք եւ այլն եւ իմ առաջարկս այն ինչպես կգտնեք դրամապանական դուք արդեն 100 օր գսեք այսինքն ես 365 օր գալաչարկեմ 100 օր գսեք արդեն իմ ուսադես երան կամ ավելի լավ գալաչարկեք Դիպել ենք պարոն Հայրիկյանի հետ կան հարցեր որոնց շուրջ մենք չենք կարողացել համաձայնության գալ ցավոք սրտի որովհետեւ պարոն Հայրիկյանը շատ հստակ իր սահմանադրության բացարձակ Ժողովրդավարության պրոյեկտն է պատկերացնում ու միայն այդ պրոյեկտն է պատկերացնում նույն տրամաբանությամբ կան էլի ուժեր որոնք միայն իրանց պրոյեկտն են պատկերացնում մեր բոլոր առաջարկները մի փոքր զիջենք ամեն մեկս որպեսզի կարողանանք միասնական գործնեություն իրականացնել հա մի քայլ անել դրանից հետո փոփոխություններ գնալ ցավոք սրտի չի գալիս համաձայնության բայց ասեմ քեզ այստեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա մենք զուգահեռաբար բոլորին դեմ եմ պրոյեկտին միանալուց զատ մենք հիմա ու դա մենք հայտարարել ենք ի սկզբանե դա գաղտնիք չի դա տենց ինչ որ բան չեմ բացահայտում էլի մենք զուգահեռաբար մի քանի process ենք իրականացնում մենք հասկանում ենք նաև որ Նիկոլ Փաշինյանը այս անգամ գնալու է սարսափելի մեծ կեղծիքների, որովհետև այստեղ նժարին իր մոտ դրված է ոչ թե զուտ միայն պաշտոնը, այլ իր ինչ ասեմ, պատասխանատվության չենթարկվելու հարցը, իր պարտավորությունները դրսի նկատմամբ, որ ինքը պիտի ստեղ կատարի։ Այսինքն այս մարդը այնքան կորցնելու բան ունի, դա միայն պաշտոնը չի, դա շատ ավելի լուրջ է իր համար, քան կարելի է պատկերացնել։ Հետևաբար միասնական ճակատի քննարկումը անգամ այն խմբերի թիմերի հետ, որոնց հետ այլ իրավիճակում անհնարին էր պատկերացնել մեր մի սեղանի շուրջ նստելը որովհետև Նիկոլ Փաշինյանին պետք է կասեցնել, բայց մեր մոտ պայմանը շատ հստակ է դրված, մենք կարծում ենք դա չի կարող լինել նախկին ուժերի, այսպես ասած, աջակցություն իրանց, որ իրանք չի։ Մեր հասարակությունը բազմիցս ասել է, որ չի ուզում տեսնել նախորդ իշխանությունների վերադարձը։ Ու եթե իսկապես մարդիկ սրտացավ են եւ պետության մասին են մտածում, ազգային պետության մասին են, պահպանության մասին են մտածում, իրենք կարծում են պիտի ընդունեն այն առաջարկները, որը մենք հնչեցնում ենք։ Մի որոշ ժամանակ հետո մենք կարծում եմ ավելի շատ ասելիք կունենանք, բայց պիտի իմանան, որ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, մենք պատրաստ ենք բոլորի հետ խոսել, էլի այդ միասնական ճակատի գաղափարը քննարկել նորից այն մարդկանց հետ ու հետ այլ իրավիճակում հնարավոր չէր լինի պատկերացնել մեր շփումը։ Այսինքն մենք լրիվ հասկանում ենք, էլի ոչ մի խնդիր չկա, ոչ մի սահմանափակում չկա, որևիցե մեկի հետ շփման խնդիր չկա, որովհետև իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Կամ մենք հաշիվ ենք տալիս մեզ ու ներկայանում ենք նախ մեր հասարակությանը, որ հասարակությունը հասկանա, որ մենք կարող ենք եւ ի վիճակի ենք մեր տարաձայնությունները մի կողմ դնել ու տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ իրար հետ ի վիճակի են համախմբվելու, դա մի քիչ կոգեշնչի մեր հասարակությանը եւ երկրորդը, ինչը ինձ համար օրինակ էլի շատ կարեւոր է, դա դրսին բացատրել, որ մեր երկիրը որփի գլուխ չի, որ այս երկրում կան քաղաքական ուժեր, կան մարդիկ, ովքեր հասկանում են ու պատրաստ են պատասխանատվություն վերցնել երկիրը պահպանելու հարցում ու պատրաստ են իրար հետ սեղանի նստել ու քննարկել, անգամ եթե իրանք իրարից կարելի է քաղաքականա ասել զզվում են։
չգիտեմ, իրար չեն սիրում, իրար շատ չեն սիրում, հասկանում եք։ Մարդիկ պատրաստ են այդ բարիերը իրար վրա Ամենը դու անցնել այդ շիրոպացակայություն։ բարիերը ու շատ հստակ բացատրել դրսին, հատկապես դրսին բացատրել, որ այս երկիրը որբի գլուխ չի, այս երկիրը տեր ունի ու այդ տերը մենք ենք ներսում ենք, որ մենք ոչ մեկից բան չենք անում, էլի չենք ակնկալում, այ ինչ ասեմ, մի հատ մեծ հորեղբայր գար մեծ տիրություն աներ, չէ, մենք ներսից պիտի այդ հաշիվը մեզ տանք։ Հիմա այս process-ը իրականանումը շատ դժվար է, անկեղծ եմ ասում, շատ դժվար է, ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի դժվար կլինի շփումները համագործակցության եզրեր գտնելը շատ ուժերի հետ, ինձ համար շատ զարմանալի բաներ են տեղի ունենում, բայց անկեղծ ասած ոչ հուսահատում եմ, ոչ հիասթափում եմ, ոչ նեղվում եմ, ոչ նեղանում եմ, ոչ պատրաստ եմ ինչ որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ մտնել, որովհետև հիմա դրա ժամանակը չի, ամեն ինչ ժամանակը իր տեղը կդնի, ես անհանգստանալու բան չունեմ, ես միշտ ասում եմ, եթե հատկապես կանայք ինչ որ բան որոշել են, որ պիտի անեն, իրանք դա միջև վերջ հասցնելու են ու կապ չունի դա ինչ տարբերակով կլինի, այս իմաստով ես շատ տենց լավ տրամադրվածություն ունեմ, մնացած բոլոր չհասկացված հարցերը ժամանակի ընթացքում կպարզվեն, ամեն ինչ նորմալ է։ Ես տեսել եմ ժամանակ չի եղել պատասխանելու արձագանքելու, ես տեսել եմ մարդիկ տենց սրտնեղված ինչ որ ինձ թագ արած բաներ են գրում Բացարձակ չեմ, պիտի ասեմ, որ ես չեմ նեղանում, չեմ նեղվում, ուղղակի ժամանակ չեմ ունենում, ոչ էլ արհամարհում եմ ժողովուրդ, ուղղակի ժամանակ չունեմ պատասխանելու, որ մի քիչ հանգիստ գլուխս հանգստանա կպատասխանեմ։ Դիգինին հաջորդ հարցումը մի մեկ րոպեով պատասխանեք, որտեղ ունիմ այլ ավելի գայոր հարցում որ հասանք։ Հարցումս որ արդեն դարձել է պատասխանեցիք։ Ցեր ակնկալիքները որ միասնականություն լինի շփումները արդյոք դուք ավելին ակնկալի եք եւ շատ ավելի հուսահապեղ աչաբալ լավ չընտանար ինչ որ դուք ակնկալի եք կամ նախադեсեիք, ասի մեկ րոպեով որտեղ անցնելու ենք փուն թեմային արդեն որ արդեն դուք սկսակ արդեն այդ թեման շոշափելու։ Ոչ, ամեն ինչ նորմալ է։ Գիտեք, այս դժվարություն, մի բան ասեմ, Այն դժվարությունները, որոնք մենք անցանք, մենք երևի պիտի դա անցնենք, ինչ ասեմ, այս նվաստացման, այս պարտության, այս կորուստների, այս ցավի բանը մենք պիտի անցնենք, որ հասկանանք ինչի համար է մեզ պետք պետություն։ Այս այնքան կարևոր էր, որովհետև երբ որ դու չես հասկանում քեզ պետությունը ինչի համար է պետք, դու դա չես գնահատում։ Ու ես կարծում եմ, որ շատ ցավալի բան է եղել, շատ մեծ ողբերգություն ենք ապրել, մարդկային կորուստներ, որը ամենադժվարն է, որտեղ դա անդառնալի է, դա չես կարող որևէ կերպ վերականգնել։ Մնացած հարցերը ժամանակի խնդիր է, ողջամտության, կազմավորման, կարգավորման խնդիր է, դա լուծելի է։ Մարդկային կորուստներն էր, բայց սա պիտի մենք անցնենք, այս ցավը պիտի բոլորը յուրաքանչյուրը պիտի այս ցավը ապրեն, որ իրան կարողանար հաշիվ տալ ու հասկանալ ինչ է լինում, երբ որ դու նորմալ պետություն չես ստեղծում, երբ որ քո պետության ինստիտուտները չեն աշխատում, երբ որ մի հոգու հույսին է դրվում այս ամեն ինչը, ու բախտի բան է, մի անգամ բախտդ կբերի, մի նորմալ բարեխիղճ մարդ կգա ու կղեկավարի, հաջորդ 10-ը կլինեն դեգեներատներ։ Տենց չի կարելի, մենք պիտի իսկապես ինստիտուցիոնալ մոտեցում դրսևորենք, մի անգամ մեզ հաշիվ տանք։ Չի կարա մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այսքան անպատասխանատու լինի։ Էլի լավա վերևը Աստված կա, մեզ պահում է երկու ձեռով, թե չէ մենք այս մտածողությամբ ես չգիտեմ ուր էինք հասել։ Պիտի չլինեինք, էլի։ Դիգինինան ես գիտեմ որ լանախոհ եք Իվան Պերադար մի դարդոնեք ցեզի իմ հարցումս մի քիչ երեքան հարցնել որտեղ 4 գլխանի եկամ երակ գլխանի է եւ գիտեմ որ իմ հարցումները շեքն եղանար ես ցեզի զամոտացա շնորհիվ ասկային ժողովրդական բևերի մեկ հարցազրույցի որ դուք բարոն Եղնիկյան եք ասի չի հարցումս հիմա այստեղ հարց մգա որ գսվի At Facebook-ի քրոմներում մոդի մոդենամ նախ իշխան Գևորգյանը ինձ անձնական բարեկամ է եւ գիտեք որ ես ամենեն շատ ասկային ժողովրդական բևերի հետ կամակորձակցիմ դեպիս բևերի անդամ չեմ ես անգախ բլոգեր եմ սակայն իմ ամենեն ուժեղ հարաբերություններս գիտեք որ ասկային ժողովրդական բևերին անտեպ է իմ քաղաքական համակրանքս դեռ ես ականդադեմ շատ ուժեղ դեղով քան ուժեղ եմ սակայն մեկ այստեղ հարց մգա որ գամ գրնան ցեզի բևերականներ ցեզի շատ կսիրեն ադիգա դուք իրեն շատ կսիրեք մստայեմ այո դա փոխադարձ մի քանի դիշիմ հարցումս երգան ինձի գիշմ ինձի բիդի համբերող եք բիդի էսի եւ գրնալա որ երավացի է որ առաջին այսպես են քաղաքական հարվածը կամ գրակը որ բացավ Անտոլուջան իշխան Գևորգյանի մեկ քրոն որ բավական ասացիկ ուժեղ էր այսինքն բարոն Սեֆիլյան ես գլիսեի վիդեոն հսա որ մենք ինձ համակորդակցելու
բան առաջարկին եւ չստացվեց Գիշը պատասխանը ուժեղ էր, կրնասվիր, որ ինքը սկսավ համախմբումը այսինքն խանգարել։ Ձեր քրալու մտածա, որ դուք շատ ավելի այսպես հաշտարարի տեր խաղցակ, ասիկ որ ես փևերի երապանները գազեմ եւ պատրաստ եմ բարոն իշխանին բացատրելու, որ սասնաձերերը terrorist չեն անագարտացիկ ողջունեմ ձեր մոդեցումը։ Երրորդ Բիդի ասվի որ մանավանդ ոչ թե միայն Պետրն այլ ինտիմատիներն որ ծեր տաշինքի մեջ գա բարոն Դիկրան Խզմալյանը որ հստակ կոնիմ համոզմունքովս բավական ուժքին զինագիծ է օրվա իշխանության դեպի նույնիսկ գարձեմ որ վերջինները իր ինտիմատիվ թիրքերը ինձ չի համոզեր Ինչ կուզեք ասի 3-4 բանին գիտեմ որ դուք Պևերի հետ միասին միշտ պիտի ունիք եղբայր բարեկամ այսօր Հերմինե Մգրչյանը ողջունեմ նույն քրալու մահրաձեր Հերմինեն իմ Այս ինտերվյուները որ ես կնեմ ինձ մարզող եղած է Հերմինե Մգրչյանը դենս որ իմ հարաբերությունները շատ խոր են այսինքն գիտեք Պևերն է ցեզը դա շատ խոր են այս մի քանի միտքերուն ինչպես կուզեք պատասխանել վստահ եմ որ դուք այսօր Պևերին սիրտ կուզեք առնել չեք ուզե որ նեղություն լա եւ վստահ եմ որ խորհրդի հետ հարաբերությունները շատ լավ են բայց քիչ մը շարքի հետ քիչ մը այսպես նեղացկոտություն կամ թշկողություն մը գլինի հրամեցեք Շատ նորմալ է այն ինչ որ տեղի ունենում իրանց համար ես հասկանում եմ իրանց մի տեսակ նեղացվածությունը ես այդ հարցը սկզբից մի քիչ ուրիշ թշկողություն է այսինքն մի քիչ ցեզան որ ցեզի շատ կսիրեն ցեզի շատ կսիրե Պևերը ցեզի գտեսնե Պևերական Էլի նորից պիտի ասեմ այդ փոխադարձա ու դրա վրա ոչ մի բան չի կարող ազդել որտեվ գիտես երբ որ դու տեսնում ես մարդկանց ովքեր գիշեր ցերեկ տարիներ շարունակ բռնության ենթարկվելով, ձերբակալվելով, կալանավորվելով, ունեզրկվելով, ընտանիքների նկատմամբ ճնշում գործադրելով շարունակում են իրանց պայքարը, դու չես կարող հարգանք չունենալ այդ մարդկանց աշխատանքի նկատմամբ, դա անտրամաբանական է, էլի, իրանց թիմը շատ գաղափարական է, Սասնա ծռերի, հիմա արդեն Բևերի թիմը ինքը շատ գաղափարական է ու շատ տենց բան են, էլի, ինչ ասեմ, սարդ են, ձիգ են Դրա համար հարգանքը ով ինչ ուզում է գրի, ով ինչքան ուզում է նեղացված լինի կամ այնտեղ ես նայեմ ինչ որ բաներ են գրում։ Չէ, բայց մի քիչ այսպես նեղացան այբանում մը այսպես։ Անկամ եթե վիրավորած լինեին, միևնույն է այսեն իրավիճակն է, որտեղից ես չէի վիրավորվելու։ Այստեղ հիմա ես ուզում եմ բացատրել տրամաբանությունը որն է։ Բոլորին դեմեմի պրոյեկտը հետևյալն է իմաստը։ Մենք չենք հավաքվել ընդեղ իրար հետ, որովհետև բոլոր հարցերում համախոհ ենք։ Մենք հավաքվել ենք, որովհետև պիտի անենք մի հատ քայլ, որը պիտի բերի փոփոխությունների։ Շատ կներեք, բայց հիմնական հարցը, որով իշխանության հերացնելն է, այնտեղ անդամ մգա, որ հեվգը բարոն Դիկրան Խզմալյանը գսեվի իշխանության զինագից, նույնիսկ Trojan Horse-ի կերպով այսինքն հիմնական հարցը դա եւ այնտեղն է։ Հրամեցեք։ Ես հասկանում եմ, բայց այդ ձեր տեսակետն է Տիգրանը Խզմալյան պնդում է, որ ինքը իշխանություններին հեռացնելու առաջամարտիկ է պատրաստ լինել։ Ներեք ինքն իրավունք ունի դեմը, որ ասված գսե որ մի քննարկեք, ես գիտեմ մարդոց ներկուս տարբես, որ ես իրավունք չունեմ տալելու։ Այդալ իրավունքն է, իր իրավունքն է։ Վերջացավ ասма, հա։ Եվ քանի որ բոլորին դեմ են պրոյեկտը ի սկզբանե դեռ միջև մեր միանալը ինքն իր համաժողովում որոշում էր կայացրել, որ դաշինքը բաց է բոլորի համար, բոլորի, որովհետև ես այսօր նայեցի նաև բաներ մի տղա էր միացել եւ նաև տեխնացություն էր գրանցել, որը որ Նիկոլ Փաշինյանի հետ ուներ, բայց Ալեն Սիմոնյանի ու այլ ինչ որ մարդկանց հետ գրկախառնված նկարներ ուներ, տեսեք ոնց է Ինքը դաշինքը բաց է, ցանկացած մեկը ի վիճակի իրավունք ունի գալ միանալու ու դու չես կարող ասել, այ ես քեզ ընդունում եմ, քեզ չեմ ընդունում։ Որովհետև եթե մարդիկ համաձայնվում են խաղի կանոնների հետ, եթե մարդիկ ընդունում են, որ դու 100 օր հետո դնելու ես քո մանդատը, դու գալիս ես բացառապես միայն ես 3 պունկտը, այս 3 կետը փոխելու համար, Դու չես կարող ասել, այ դու կգաս, դու չես գա, քեզ ընդունում եմ, քեզ չեմ ընդունում։ Իսկ տեխնացուներ գրանցվելու հարցում, քանի որ տղաները ոնց է կոչվում, IT ոլորտի մասնագետներ են, իրանք բոլորը այդպես ծրագրային բաներ են սարքել ու ցանկացած մեկը ով ուզում էր իր տեխնացությունը գրանցել, ուղղակի on-line բանով գրանցվում էր համապատասխան դեղ վճարում կա, այդ վճարումը կատարում էր ու կարող էր գրանցվել։ Այսինքն այն հին պապական կուսակցությունների նման չի եկել կուսակցապետը ու ասել, այ քեզ Պետր գրում եմ, այ Նինային գրում եմ, այ չգիտեմ,
Վաչագանին չեմ գրում, որտեվ ես իրան չեմ սիրում։ Այդպես չի եղել։ Տղաները որոշել են իրականացնել տենց շատ սուպեր ժողովրդավարական process են արել, արդյունքում կարող են եւ հայտնվել մարդիկ, ովքեր որ չգիտեմ, այդքան էլ այլ հարցերում մեղմ ասած համախոհ կարող են չլինել, բայց արգելելու տարբերակ ուղղակի չկա, որովհետեւ եթե դու խաղի կանոններ ես սահմանում, դու այդ խաղի կանոնները պիտի պահես դուրագալի դակ ես տեստե չէ։ Որեն այսօր որ իշխանին բավական լավ բարեկամս է, սակայն եթե IT դրամոնչապ պիտի մոտենանք, ես IT աշխատող եմ, IT-ի մեջի սրբազան օրենքը security-ն է, այսինքն որ մեկը քեզի hack չնե, եթե այդպիսի համակարգը լազեն security-ն անդեղը փասակա է, այսինքն ով որ ուզե կրնա մտնել լեվելի շատ վտանգավոր է, կրնան օրինակ համար քբեական Ես համաձայն եմ այդ տրամաբանության հետ, բայց որոշումը կայացնելու պահին մենք մասնակից չենք եղել։ Եթե մենք լինենք, գուցե այլ առաջարկներ անենք, այլ տարբերակով լիներ, խաղի կանոնները սահմանվել են միջև մեր միանալը։ Հիմա մենք ընդունել ենք խաղի կանոնները, որոշել ենք, որ սա լավ, հետաքրքիր եւ պրոգրեսիվ տարբերակ է առաջի քայլը իրականացնելու համար։ Մնացածի հետ որևէ մեկին դաստիարակելու, կրթելու, ինքնագիտակցությունը բարձրացնելու, ինչ որ դեպքերի իրադարձությունների հետ կապված իրանց կարծիքը փոխելու նպատակ ու պարտավորություն մենք այնտեղ չունենք, այլ խնդիր է, որ կարող ենք այդ աշխատանքային process-ից զատ նստել ու խոսել ու քննարկել տարբեր հարցեր ու այլ տեսակետ առաջարկել, լսելու, նույնը ծռերի գործի հետ կապված Ես կարծում եմ, որ այնտեղ այդ կոնֆլիկտը կարելի է համարել սպառված, այդքան չբարթացնել, որովհետև ես չեմ կարծում, որ մենք իրար թիրախ կարող ենք լինել, ես ճիշտ չեմ համարում իրար թիրախավորել այս իրավիճակում, որովհետև քան դեռ կա Նիկոլ Փաշինյան, ես կարծում եմ մնացածը իրար նկատմամբ թիրախավորումը հեչ տեղին չի ու ժամանակին չի ու ժամանակի ու ռեսուրսների վատնում է այստեղ գնում։ Ես կարծում եմ, այս ամեն ինչը պետք է ուղղակի մի պահ մոռանալ, անցնել առաջ։ Էլի գարժ հարցում որտեղ անցնում ենք այլ թեմային, աստիճան մի քիչ այսպես երկարեցի գներեք, արդյոք դուք պատրաստ եք որևէ նախաձեռնություն, միջնորդություն օրինակի համար փևերին եւ այս շարժումի հետ, որտեղ դուք երկու կողմերով լավ հարաբերություններ ունեք։ Ես ապորտեցի, սակայն ավարտին դակավին ասվեցա որ մեկ չէ։ Մի կողմ առանց անուններու մտնելու իհարկե։ Ես ապորտեցի։ Չենք բացառում։ Բոլորովին չի բացառվում, որ ինչ որ этаպում, ինչ որ տարբերակով հնարավոր կլինի համագործակցում, սկսած այն միասնական ճակատի տրամաբանությունից վերջացրած այլ համագործակ։ Ես բոլորովին չեմ բացառում, որովհետև բայց դա ունի իր տեխնիկական դժվարությունը, որովհետև դու պիտի որոշակի ժամկետներում դու դեդլայններ ունես, դու կոնկրետ ժամկետներում պիտի կարողանաս գործողություններ իրականացնել։ Եթե այս պահին չկա, մնացածի հետ էլ կապված, ես տենց չէի շտապի, տարբեր մարդկանց անուններ են հիմա շրջանառվում միացող, չմիացող, ես այդքան չէի շտապի, մի քիչ էլ սպասեք, գուցե այլ տեղեկացություններ լինեն։ Հուսով ենք, որ այդպես ստացվի, որտեղ միասնականությունը շատ կարևոր է։ Դուք ժողովուրդը պիտի լինի թերահավատ բնականաբար, որ մեզ ինչ կեր աշխարհը, որ եթե դուք ընտրվիք 100 օրի հետ օրինակի համար, դուք իսկապես ձեր խոստումները պիտի կատարեք եւ ձեր մանդատները վար պիտի տնեք։ Օրինակի համար շատ արբելակի ինչ կուզեք ասել, եթե ինձ մնար ես Նինա Գարեբեդյանին կվստահեի, սակայն այդպես քաղաքականություն այդպես ատկանալ, ինչպես կսեն Wonderland չէ, շատ ավելի գոշտ եւ դաժան աշխարհ է, պրագմատիկ։ Ասեմ, որ մենք բազմաթիվ այդ վտանգը մենք էլ ենք տեսնում, որովհետև անհանգստություն ունենք, որ ինչ որ մեկը կարող է պայմանավորվածությունից փորձի խուսափել, որովհետև այլևս խոստում տալը ու խոսքին տեր կանգնելը Հայաստանում դարալա ոչ մոդայիկ, հիմա ուղիղ հակառակը, ինչքան սուտ խոսած, այնքան ոնց որ թե ավելի ռեյտինգը բարձր է ու դա պատճառը, որ մենք հիմա չեմ ասի ոնց, բայց տարբեր օրինական ճանապարհներ ենք փնտրում, որի պայմաններում հնարավոր չի լինի չդնել մանդատները, այսինքն մի քանի փուլով է դա լինելու, բայց մենք վստահ ենք, որ կարողանալու ենք ապահովենք այդ 100 օր հետո մանդատներ դնելը։ Կամ ավելի շուտ, դա տեսեք երկու տարբերակ կա, տարբերակ առաջին, մենք անցնում ենք պարլամենտ, բայց մեր պրոյեկտին չեն համաձայնվում,
Այսինքն չեն ընդունում մեր վարչապետի տեխնացուին եւ մեր խաղի կանոնները, դա նշանակում է, որ մենք տեղում մանդատները դնում ենք, բոլորս դնում ենք մանդատները, եւ տարբերակ երկրորդ, եթե մենք անցնում ենք պարլամենտ եւ մեր պայմանները մնացած խաղացողները ընդունում են, որովհետեւ մեր հավաքած ձայների տոկոսը իրանց համար պետք է զուտ process իրականացնելու համար, բայց ելի նույն պայմաններով մեր վարչապետը մեր 3 կանոնները եւ 100 օր հետո գնում ենք ընտրությունների, դե ավտոմատ 100 օր հետո բոլորը արդեն մանդատները դրած են լինելու, այս տարբերակն է։ Ու մենք տարբեր նորից, տարբեր մի քանի գործողություններով բան ենք մտածել, ոնց է պետք անել, որ վստահ լինեն մարդիկ, որ մենք չենք վերցնում այդ մանդատները, որպեսզի գանք այնտեղ 5 տարի տենց տխուր դեմքերով գանք պրեմիա ստանանք, աշխատավարձ ստանանք ու ոչ մի բան չանենք, դա բացառվում է, որպես այդպեսին բացառվում է։ Մենք ունենք դակամը 7 րոպե, դրա համար երկու հարց ունեմ, մեկ պիտի հարցնեմ, որովհետեւ դուք ճիշտ 7 րոպեն բացանեք, առաջինը գարջ է, առաջին մասը ես առաջարկած էի նաև լավ, հիմա առաջարկես ճիշտ չեմ հիշում, սակայն ինչպես կգնահատեք այսօր ուժեղ Հայաստան շարժումն անտեպ արդեն ստացած են ցերպակալություններ շատ ուժեղ, այո, եւ ես այսպեսի դարբերակ առաջարկած եմ, որ ընդրական օրենքի մեջ, որտեղ փոշիացումի զարմալի օրենքը կա, որ այսպես լինի, ամեն մեկը որ կվերարգե այո եւ ոչ, այո որ ցանկենք ուզեմ եւ ոչ, եթե ես իմ ցայները շանսին շեմը, իմ ընդրած կուսակցությանս որևէ մեկ ուժին ես երբեք չեմ ուզել, որտեղ վստահ եմ այդպես լինի, բացվեց Պաշտոնի օրերը կվերջան, այսինքն ժողովրդի մեծամասնությունը պիտի դնդրե իր ցանկը եւ ոչ պիտի տնե քաղաքացիական պայմանագիր, որտեղ ժողովուրդը չուզում իրեն, ինչպես կնեսնեք այսպեսի առաջ։ Այդ բոլորին դեմն է, երբ որ դուք կգնաք կքվեարկեք բոլորին դեմ, այդ ձեր ձայների քանակով մանդատների աթոռները եւ մանդատները դատարկ կմնան։ Ու պիտի իշխանություններն ու ընդդիմությունները քյալակրիվ տան, որ այդ բոլորին դեմ քվեարկած ժողովրդին հաջորդ անգամ սիրտը շահեն, պրոյեկտ բերեն, համոզեն, խնդրեն, պաղատեն, որ դատարկ տեղեր չմնան այնտեղ, որտեղ իրանք չեն կարողանալու բան անել։ Շատ լավ լուծում ենք դե տղաները, բոլորին դեմ են։ Դոդակրական է, ինձ իհարկե գտարիք ես իմ գայքովս կրադարագեմ եւ ինչպես կքննարկենք այսօր ուժեղ Հայաստան հստակ է որ վարչապետ Փաշինյանը ուժեղ Հայաստան ցանկեն սարսափած է այսինքն հեստերիայի մեջ ինչպես կքննարկենք դուք իրավապան եք եւ մարդկային իրավունքներով պաշտպանի բայկալոնները եղած ուժեղ Հայաստանին հանդեպ քայլեր ինչպես կքննարկենք ունին տակավին 6 րոպե խնդրեմ Սա ակնհայտորեն առանձին դեպքերը կարելի է գնահատել որպես քաղաքական հետապնդում, երկրորդը ձայնագրությունները, որոնք տարածվում են, ես միշտ ասել եմ կտրտված ձայնագրություններով որևէ եզրահանգման գալ չի կարելի, դա ես ասել եմ նախկին իշխանությունների ժամանակ ասել եմ Բագրատ Սրբազանի դեպքի հետ կապած, մնացած բոլոր դեպքերի հետ կապած կտրտված բանով ձայնագրություններով հնարավոր չի հասկանալ ինչի մասին է խոսքը, հետևաբար դա ինձ համար ցուցանիշ չի, այն որ Նիկոլ Փաշինյանը գնալու է շատ խիստ լուրջ խնդիրներ առաջացնելու, դա միանշանակ է եւ ես խորին համոզմունք ունեմ, որ եթե մենք այս պահին միջև գրանցումները կամ գրանցումվելուն մերժելու process-ը չկարողացանք միասնական ճակատ ստեղծել, մենք լուրջ խնդիր ենք ունենալու։ Մենք պիտի ոչ թե ինչ որ մի հատ խմբի մերժեն գրանցումը ու հետո ինչ որ փողոցային բան լինի, չի լինելու այդպիսի փողոցային պայքար։ Եթե որովհետև ստացվելու է, որ մնացած քաղաքական ուժերը պիտի գնան սատարեն օրինակ Սամվել Կարապետյանը։ Ես Սամվել Կարապետյանի տենց մոլի երկրպագուն չեմ։ Բայց եթե մենք այսօր ճակատ ստեղծեցինք եւ պայմանավորվեցինք, որ եթե որևիցե մեկին ապօրինի չեն գրանցելու, մենք միասնական ճակատով դրան դեմ ենք դուրս գալու, մենք կմիանանք այդ process-ին։ Ասելա թե բոլորի շահերից է բխում այսօր միասնական ճակատ ստեղծելը, ոչ թե որովհետեւ ես Սամվել Կարապետյանի կամ որևէ մեկ այլ մեկի մոլի երկրպագուն եմ, չէ, որովհետև դա մեր բոլորի շահերից է բխում այսօր միասնական քննարկում անելը։ Հա, ու իդեպ ասեմ, ընդհանրապես երկու կուսակցության մասին են խոսել ազգային ժողովում, մեկը Սամվել Կարապետյանի կապակցությամբ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ այդ չլինելու համար արգելել են անձնանուններ օգտագործել դաշինքների մեջ, օրենքի մեջ փոփոխություններ։ Եվ երկրորդ կուսակցությունը, որին չգրանցելու մասին խոսակցություն ա եղել ազգային ժողովում, դա ի դեպ բոլորին դեմն է։
որոշել են, որ իրանք զգում են, որ մենք շատ արագ տեմպով հավաքում ենք հատկապես երիտասարդությանը, սա շատ կարևոր է, այդ են մարդիկ են, ովքեր չեն ուզում գնալ ընտրությունների, որտեղ զզված են։ Շատ մեծ թվով երիտասարդներ սկսել են արձագանքել, մեր ռեյտինգը սկսել է բարձրանալ, եւ Նիկոլ Փաշինյանը շատ խիստ անհանգստացած է, որոշել են, որ ազգային ժողովում կարելի է քննարկել բոլորին դեմ է կուսակցությանը գրանցել, թե չգրանցել։ Այնպես որ ես կարծում եմ մենք խոսելու տեղ ունենք իրար հետ, մենք տենց շատ փոքր կամ տենց ինչ որ նորաստեղծ ինչ որ բան չենք, մենք արագ ուժ հավաքող ենք, մեզ հետ կարելի է խոսել, մենք կրեատիվ ենք եւ ամենակարևորը մենք կարողանում ենք առաջարկել ավելի մեծ պլաններ, քան փոքր մեկ կուսակցության գաղափարներն են։ Սա իսկապես շատ կարևոր է։ Նորից զուգահեռ երկու process է գնում։ Մեկը մենք աշխատում ենք բոլորին դեմ մի պրոյեկտի շրջանակներում որպես ընտրություններին մասնակցելու, բայց զուգահեռաբար մենք աշխատում ենք ճակատ ստեղծելու վրա ու ես ամենայն անկեղծությամբ ակնկալում եմ, որ բոլորի մոտ ողջամտությունը կհաղթի, ամբիցիաները, նեղացվածությունը, վիրավորվածությունը, ամեն ինչ կդրվի մի կողմ, որովհետև կամ մենք ստեղծում ենք միասնական ճակատ, կամ շատ դժվար է լինելու հետո, շատ ավելի դժվար է լինելու, քան այսօր։ Նինա Գարաբեդյան գոչկուղ է, ես եկա միանամ այդ գոչին, որ լինի, որ Հայաստանի մեջի բոլոր ինտիմատիվ ուժերը կազմեն միասնական ճակատ, որովհետեւ այս մխսավանջեն ցերբազատվին։ Ճիշտ ասեցի, վերնակին եմ ընտրում։ Դինա շնորհակալություն ես եւ հույսով եմ որ Շնորհակալ եմ շատ։ ես շնորհակալ եմ եւ հույսով եմ որ նման միասնական ճակատ կգազմվի եւ վստահ եմ որ ասանդրություններուն կմաղթեմ որ նեղացկոտությունը եւ լարվածությունը վերածվի համերաշխության որովհետեւ մենք ունենանք իսկական սիրոյ համերաշխության Հայաստան որտեղ 2018-ին վերոնիկ մենք ադերության եւ անտագոնիզմի Հայաստան շնորհակալություն ձեզ Առաջ Աստված։ բարի գիշեր Բարի գիշեր։